Հունիսի 6-ին պարոն քաղաքապետ կմեկնարկի Երևանի բալետային միջազգային 3-րդ փառատոնը։ Թումանյանի անվան զբոսայգում կկայանա փառատոնի հանդիսավոր բացումը, որը կիրականացնի Մոսկվայի մեծ թատրոնի լեգենդար բալետային խումբը Շիզել բալետային ստեղծագործության ցուցադրությամբ։ Հարկ է նշել, որ ասում եք մեծ, ինձ թվում է չի թարգմանվում իրենց անունը։ Իրենք բոլշոյն են, այսինքն նույնիսկ անգլերենով է այդպես։ Ենթադրվում է, որ չենք թարգմանում դա։ Խնդրեմ։ Հարկ է նշել, որ 2025 թվականին կայանալիք փառատոնը աննախադեպ է ծավալներով եւ գեղարվեստական բովանդակությամբ։ Առանց չափազանցության փառատոնային օրերին Երևանը հայտնվելու է բալետային աշխարհի կիզակետում, քանի որ Երևան են ժամանելու բալետային ոլորտում աշխարհի ամենաառաջատար թատրոնները՝ Մոսկվայի Բոլշոյ եւ Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնները։ Աշխարհի միլիոնավոր մարդկանց համար երազանք է կենթանի հաղորդակցվել հարյուրամյակների պատմություն եւ աշխարհում ոչ ու ճաշակ թելադրող այս թատրոնների ստեղծած արվեստի հետ։ Մեզ Երևան համայնքին հաջողվել է կազմակերպել լեգենդար այդ թատրոնների հյուրախաղերը։ Ավելին, վերջիններիս իրենց պատմության մեջ առաջատար կազմերով առաջին անգամ ելույթ կունենան բացօթյա ձևաչափով 13,000-ավոր հանդիսատեսի ներկայությամբ։ Փառատոնային օրերին 10 օր շուրջ 500 հրավիրել արտիստներ, բալետի պարողներ, նվագախմբեր, երաժիշտներ, տեխնիկական, կազմակերպական, սպասարկող աշխատակիցներ կլինեն Երևանում, որոնցից շատերը հսկայական լսարան ունեն եւ վստահ ենք, որ համաշխարհային ԶԼՄ-ներում եւ անհատական հաղորդակցման հարթակներում մեծ տեղ է հատկացվելու Երևանին, մասնավորապես Երևանի բալետային փառատոնի լուսաբանմանն ու հանրայնացմանը։ Անդրադառնալով ծրագրի բյուջեին հարկ եմ համարում նշել, որ այն ներառված է Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեում եւ ծրագիրն ամբողջապես իրականացվում է Երևան համայնքի մշակույթի ոլորտին հատկացված միջոցների հաշվին։ Թումանյանի անվան այգում կկառուցվի օպերային թատրոնի բեմին մոտարկված հսկայական ենթակառուցվածքներ ունեցող բեմահարթակ, օժանդակ ծառայություններով, ինչը նույնպես կարևոր դերակատարություն է ունենալու հետագայում Հայաստանում նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն ձեռք բերելու առումով։ Մոսկվայի Բոլշոյ թատրոնը ելույթ կունենա նաև հունիսի 7-ին Թումանյանի անվան զբոսայգում գալա բալետ ծրագրով։ Հունիսի 7-ին ժամը 19-ին Ալեքսանդր Սպենդիանի անվանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մեր օրերի ամենանշանավոր կոմպոզիտոր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված խաղիկներ խմբերգային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երևանի երաժշտական եւ արվեստի դպրոցների շուրջ 300 սովորներից հավաքագրված միասնական երգչախումբը խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ կկատարի վարպետի նոր ստեղծված գլուխգործոցը, որի հրատարակությունն ընթացքում է զուգահեռ Երևանի քաղաքապետարանի պատվերով։ Ստեղծագործության պարտիտուրը հրատարակվելուց հետո կտրամադրվի Հայաստանի եւ Սփյուռքի կրթական եւ մշակութային հաստատություններին։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ Երևանի քաղաքապետի հրավերով Մանսուրյանի ստեղծագործության պրեմիերայի ներկա կլինի նաև աշխարհարչակ կոմպոզիտոր Վիչենցո Լամանյան, որի հետ առաջիկայում նախատեսում ենք իրականացնել մի շարք համաշխարհային հնչեղության նախագծեր։ Մինչ ամերիկային ծրագրի սկիզբը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի երաժշտական եւ արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Հունիսի 9-ին եւ 10-ին ժամը 20-ին Թումանյանի անվան զբոսայգում Երևանյան միջազգային բալետային փառատոնի շրջանակներում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնը, Շոպենյանը, Շահրեզադը եւ Գալա բալետային ներկայացումների ցուցադրմամբ։ Կրկին Թումանյանի անվան զբոսայգում սպասում ենք ընդհանուր բալետային օրերին շուրջ 120,000 հանդիսատեսի ներկայություն։ Հարկ եմ համարում նշել, որ փառատոնի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի պատվերով այժմ հրատարակվում է փառատոնային օրերին իրականացվի փառատոնային օրերին գրքի շնորհանդեսը Հայ ազգի մեծանուն բալետի պարուհի մանկավարժ Ագրիպինա Վահանովայի դասական պարի հիմունքները կոթողային աշխատության հայերեն թարգմանությունը, որի դեպ թարգմանվում է առաջին անգամ։ Հունիսի 13-ին Երևանի միջազգային բալետային 3-րդ փառատոնը կեզրափակվի Ալեքսանդր Սպենդիանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Bolero X եւ Սրբազան գարուն բալետային ստեղծագործությունների ցուցադրմամբ։ Նշված բալետների բեմադրությունը իրականացվել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ այդ օրը կկայանա 2 բալետային պրեմիերաները, որից հետո դրանք կներառվեն օպերային թատրոնի մշտական խաղացանկում։ Հարգելի պարոն քաղաքապետ, եզրափակելով հայտնում եմ, որ ձեր հանձնարարությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող մշակութային մեծացավալ ծրագրերի պատշաճ իրականացմանը ներգրաված են քաղաքային տնտեսության այլ ոլորտներ եւս։ Ըստ այդմ շրջանառել ենք տրանսպորտի, կոմունալ տնտեսության, բնապահպանության, հասարակական կարգի պահպանության եւ այլ վարչությունների եւ ծառայությունների գործառույթներին առնչվող զեկուցագիր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով։ Պարոն քաղաքապետ, եւ հունիսի 6-ից 8-ը
Երևանում արդեն ավանդական դարձած կկայանա գինու օրերը, որը նմանապես արդեն դարձել է Երևան քաղաքի եւ տարածաշրջանային, մշակութային եւ գինեգործության այցեքարտերից մեկը, որը նաև ակնկալում ենք, որ այդ օրերին Երևանը կհյուրընկալի հազարավոր զբոսաշրջիկներ տարածաշրջանից։ Այսքանը շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։